Այն պատգամը, որ այսօր պետք է փոխանցեմ, ամբողջությամբ հիմնված է Զաքարիայի մարգարեության, Զաքարիա մարգարեության 4 գլխի, փորձեմ ես ամբողջ գիրքը կարդամ։ Ես ամբողջ գլխի վերաբերյալ էի պատգամը պատրաստում եւ այդպես էլ պատրաստել եմ, բայց այնքան խորություն տեսա, որ հասկացա միայն որոշ բաների վրայով կարող եմ հպանցիկ անցնել, բայց շատ վերցնելու բան ունենք այս այդ խոսքերից։ Եվ միանգամից փորձենք միասին կարդանք։ Դուք էկրանի վրա, ես իմ էկրանի վրա փոքր։ Եվ ետ դարավ ինձ հետ խոսող հրեշտակը եւ ինձ զարթնացրեց, ինչպես մի մարդ կզարթնեցնի իր քնիցը։ Եվ ինձ ասեց. Ինչ ես տեսնում դու։ Եվ ես ասեցի, տեսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ եւ մի բաժակ նրա գագաթին եւ 7 ճրակ նրա վրա եւ 7 խողովակներ այն 7 ճրակների համար, որ նրա գագաթին են։ Եվ 2 ձիթենի նրա կշտին, մեկը բաժակի աջ կողմիցը, մյուսը ձախ կողմիցը։ Եվ ես պատասխանեցի եւ ասեցի ինձ հետ խոսող հրեշտակին, թե սրանք ինչ են, Տեր իմ։ Եվ ինձ հետ խոսող հրեշտակը պատասխանեց ինձ եւ ասեց. Միթե չգիտես, թե սրանք ինչ են։ Եվ ես ասեցի, ոչ Տեր իմ։ Եվ նա պատասխանեց եւ ասեց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին ասելով. ոչ թե զորությունով եւ ոչ թե ուժով, այլ իմ հոգով ասում է Զորաց Տերը։ Դու ով ես, ով մեծ սար, դու Զորաբաբելի առաջին մի դաշտ ես։ Նա դուրս պետք է հանե գլխի քարը աղաղակելով շնորհք նրան։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Զորաբաբելի ձեռքերն են հիմնել այս տունը, եւ նրա ձեռքերն էլ պետք է ավարտեն։ Եվ կիմանաս, որ Զորաց Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել, որովհետև ով է փոքր բաների օրը անարգում։ Եվ ուրախանում ու նայում են Զորաբաբելի ձեռքի կապարագնդակին, սրանք յոթնյակն են, Տիրոջ աչքերն են, որոնք ման են գալիս բոլոր երկրումը։ Եվ ես պատասխան տվեցի եւ ասեցի նրան. ինչ են այս 2 ձիթենիները աշտանակի աջ կողմին եւ նրա ձախ կողմին։ Եվ երկրորդ անգամ պատասխանեցի եւ ասեցի նրան. ինչ են այս 2 ձիթենի հասկերը, որոնք 2 ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրանցից։ Եվ նա ասեց, թե միթե չգիտես, թե սրանք ինչ են։ Եվ ես ասացի, ոչ Տեր իմ։ Եվ նա ասեց. սրանք են 2 օծյալները, որոնք կանգնած են բոլոր երկրի Տիրոջ առջև։ Կներեք երկար հատվածի համար, բայց պետք է ամբողջությամբ կարդանք, որպեսզի պատկերը ամբողջական լիներ, որովհետև եթե մի կտոր վերցնենք, չէիք հասկանա։ Մենք դեռևս մանրուքների վրա կանգ կառնենք, բայց այս պատմությունը ներկայացնելու համար Զաքարիա մարգարեի 4 գլուխը պետք է մի փոքր պատմական տեղեկություն ունենանք, թե ինչի մասին է խոսքը։ Ընդ որում ասեմ, այս ժամանակաշրջանը, որի մեջ ապրում էր Զաքարիան, 4 աստվածաշնչյան գիրք է գրած այս ժամանակաշրջանի մասին։ Եզրած գիրքը, Նեհեմիայի գիրքը, որ դրանից ավելի ուշ էր, մի քանի տասնամյակ տարի հետո, բայց նույն շինարարության, նույն ժամանակի մասին է խոսում, Անգե մարգարեությունը եւ Զաքարիա մարգարեությունը։ Եվ եթե պատմական ակնարկ անենք, տեսնենք, որ խոսքը գնում է մեր թվարկությունից առաջ, մոտորապես 5-րդ դար, եթե տեղափոխվենք, եւ դա այն ժամանակաշրջանը, երբ որ Կյուրոս թագավորը հրամայեց, որ հրեաները վերադառնան Հրեաստանի երկիր, Երուսաղեմ, եւ վերակառուցեն տաճարը Աստծո, որը ժամանակ ավիրվել էր. Եվ գիտեք, հրեաները 70 տարի գերության մեջ էին, Նաբուգոդոնոսոր թագավորը ավերել էր ամբողջ Հրեաստանը, մասնավորապես Երուսաղեմ քաղաքը, տաճարը, պարիսպները, ամեն բան, ինչ որ կանգնած էր, պարկացրել էր, քանդել էր, փչացրել էր։ Ժողովրդին էլ կոտորել էր մեծ մասին։ Եվ ժողովրդի մի մասը, երբ որ վերադարձավ, Աստծուց պատգամբ կար։ Պիտի վերակառուցեք տաճարը։ Եվ նաև թագավորն էր այդ հրամանը տվել։ Եվ ժողովուրդը կարծես սկսեցին տաճարը վերակառուցել, Աստծո գործը անել, բայց մի խնդիր առաջացավ։ Շրջակա ազգերից ազդեցիկ մարդիկ դուրս եկան, որոնց համար այդ գործը շատ ծանր երևաց եւ նամակ գրեցին թագավորին
եւ ամբաստանության խոսքեր դրեցին նամակի մեջ եւ ուղարկեցին կայսրին, չգիտեմ, ժամանակ թագավորին ավելի շուտ, եւ թագավորը նորից կանգնացրեց տաճարի շինարարությունը եւ այդ ժամանակաշրջանը մոտավորապես մի 15-ից 17 տարի տևեց։ Եվ դրանից հետո թագավորը փոխվեց եւ դարձավ թագավոր Դարեխ թագավորը, որը նորից հրաման արեց, որ տաճարը վերակառուցվի։ Եվ այս ամբողջ մարգարեությունը եւ Անգեի եւ Զաքարիայի այս գրվածները ուղղված են նրան, որպեսզի ժողովրդին քաջալերեն, որ ժողովուրդը սիրտ ունենան Աստծո գործը շարունակելու, որովհետեւ ժողովրդի համար Տիրոջ տաճարը վերակառուցելը շատ մեծ, անհասանելի մի երազանք էր։ Նույնիսկ Անգեի մարգարեության մեջ տեսնում ենք, որ ոչ թե արդեն երազանք է, նույնիսկ հոգնել էին։ Արդեն իրանց տներն էին կառուցում եւ թողել էին Աստծո տունը, ել չէին ուզում նույնիսկ այնտեղ գործ անեն։ Բայց տունը կիսատ էր, շինարարությունը կիսատ էր։ Եվ Աստված բարձրացնում է այս երկու մարգարեներին, Անգեին եւ Զաքարիային, որպեսզի մարգարեական պատգամի միջոցով ժողովրդի սիրտը ուղի Աստծուն ծառայելու, շինարարություն անելու, Աստծո տաճարը վերակառուցելու։ Կարող ասեք, բա մեզ ինչ դրանից։ Այսօր մենք պատգամը հենց դրա մասին է, որ մենք էլ մաս ու բաժին ունենք այստեղ։ Որտեղ այսօր մենք եւս ինչ-որ բան ենք կառուցում, թե մեր կյանքի մեջ, թե մեր եկեղեցու մեջ, թե ընդհանրապես աստվածապաշտության մեջ։ Եվ առաջի հարցը, եթե ուշադրություն դարձրեցիք իմ կարդացածին կամ 4-րդ գլխին, դե բազում հարցեր է տալի հրեշտակը։ Եվ առաջի բանը, որ հարցնում է Զաքարիային, սա էր. ինչ ես տեսնում։ Հետաքրքիր է, որ մենք կարող ենք երազ տեսնել, Աստված ինչ-որ միտք դրա մեջ, բայց Աստված միշտ հարցնում է, դու ինչ ես տեսնում։ Հնարավոր է նույնիսկ բաներ կա, որ Աստված ցույց է տալի, Աստված ուրիշ բան նկատի, բայց մենք ուրիշ բան տեսնենք։ Բայց Զաքարիան շատ հստակ, շատ լավ մարգարե էր։ Ինչ որ Աստված ցույց էր տալի, ճիշտ այդպես էլ ներկայացրեց։ Եվ ինչ նա տեսավ։ Փորձեմ իմ բառերով իմ կարդացածը ներկայացնեմ, որովհետև ես այս հատվածը երևի 300 անգամ կարդացել եմ, որ լավ ջոկել եմ։ Դուք դժվար մի անգամից ամբողջ խորությունը հասկանաք, բայց ես փորձեցի նույնիսկ նկար հավաքեմ, տվեցի Անուշին, որ մենք էկրանի վրա ունենանք, որ փորձենք դրա դետալներ ուսումնասիրենք։ Ինչ էր տեսնում Զաքարիան տեսիլքի մեջ։ Մի ոսկե աշտանակ տեսավ Զաքարիան։ Մի ոսկե աշտանակ, որ գիտեք, աշտանակի վրա մոմակալներ կան, որտեղ յուղ է հոսում վերևի բաժակից, եւ այդ բաժակի մեջ յուղ է հոսում կողի ձիթենիներից։ Այսինքն անընդհատ յուղը հոսում է դրա մեջ, այդ յուղը բաժանվում է այդ ճրագալների մեջ։ Ես հավատում եմ, որ ըստ Սուրբ գրքի ճրագակալը դա եկեղեցին է կամ աշտանակը։ Դա եկեղեցու խորհրդապատկերն է, որովհետև հայտնության գրքի մեջ մենք այդպես էլ տեսնում ենք։ Նամա գրի եկեղեցիներին, որոնց համեմատում է աշտանակի կամ ճրագակալների հետ։ Այն 7 փոքր ամաները, որ կան, որտեղից կրակը դուրս գալիս, դրանք մենք ենք։ Հասկանալի է, Աստծո եկեղեցին 7 բաժակ չունի։ Ձեզանից յուրաքանչյուրը այդ անոթն է, կամ պետք է լինի գոնե այդ անոթը։ Միլիոնավոր է ճրագալների մեջ բաժակներ կան, կամ անոթներ կան, որտեղ պետքա կրակ վառի։ Ցավոք սրտի կարող ենք խոստովանել, որ նույնիսկ այստեղ ոմանք նստած են համարձակ կասեն, որ այդ կրակը հիմա չի վառում։ Եվ որն է պատճառը, որ կրակը չի վառում, որտեղ խողովակը միգուցե խցանված է։ Տեսեք, այն վերևի բաժակից խողովակներ է իշտնում, որ մտնում է այդ ամանի մեջ, որտեղ եւ կրակ է վառվում։ Եվ այդ կրակը լույս է փոխանցում։ Եվ այդ լույսը միտեղ Հիսուս ասեց, դուք եք աշխարհի լույսը։ Իսկ լույս փոխանցելու համար մի բան անհրաժեշտ։ Հերիք չի խողովակ ունենալը, հերիք չի, չգիտեմ, անոթ լինելը, հերիք չի նույնիսկ կրակը մոտեցնելը, որտեղ կրակը մոտեցնես, բայց յուղ չլինի մեջը, դու կսպառվես։ Դրա համար հաճախ Աստված կրակը չի մոտեցնում, որտեղ գիտի, որ մեջը յուղ չկա։ Բոլոր նրանք, ովքեր 90-ական թվականներին ապրել են, այն լույսի բացակայության ժամանակ շատ լավ գիտեն ինչպես է դա աշխատում։ Երբ որ լամպի մեջ
նավթը պակասում էր, սկսում էր վառվել ֆիթիլը, եւ դա վտանգավոր էր։ Որտեւ եթե ֆիթիլը սպառվեր, կամ պետք է նոր ֆիթիլ դներ, կամ ամբողջ այդ նա սկսում էր մրել, փչացնել եւ անպիտանի բան էր դառնում այդ լամպը։ Դրա համար շատ անհրաժեշտ է յուղը։ Իսկ յուղը որտեղից է գալի? Վերևի բաժակից։ Ես մի փոքր մանրամասն նկարը հրամայեցի որ անի, որտեղից հավասարաչափ ծրվում է եկեղեցու մեջ այդ յուղը։ Դեր ձիթեների մասին կխոսանք։ Սիրելի Աստծո ճրակակալ, անոթ, կամ չգիտեմ, յուղաման, դու միայնակ չես կարող լինել աստվածապաշտ։ Դու չես կարող քո տունը նստած լինել այս մեծ աշտանակի մասը։ Դու պետք է կցված լինես եկեղեցուն։ Եթե ուզում ես լույս տաս, առանց եկեղեցու դու չես կարող լույս տաս։ Որոշ մարդկանց թվում է իրանք առանց եկեղեցու կարող են լինել պտղաբեր, կարող են լինել հաջողակ, կարող են լինել, չգիտեմ, լույս տվող, չեն կարող։ Շատ արագ կսպառվի իրանց միջի եղածը, որովհետև յուղը գալիս է նրանց վրա, ովքեր գտնվում են ճրակակալի մեջ, ովքեր միաբան են, ովքեր կցված են այդ վերևի բաժակին։ Իսկ որտեղից է գալի վերևի բաժակի յուղը? Երկու ձիթենյանիներ, որոնք անընդհատ յուղ են տալիս։ Այս նկարը կամ մարգարեությունը մի փոքր հակառակ է 5 տակարանյան սկզբունքներին։ Ինչ առումով, չնայած 5 տակարանում է գրված, դու գիտեք, որ տաճարի մեջ, սա դեռ բացատրական մասն է, ես հենց պրակտիկ մասի չեմ անցել, բայց մի քիչ էլ սրա մեջ խորանանք։ Տաճարի մեջ աշտանակի ամանի մեջ յուղը պետք է լցնեին քահանաները։ Ավելի շուտ քահանապետները ժամանակ պետք է մոտենային, ստուգեին յուղը եւ Աստծո պատվիրած բաղադրությունով հատուկ յուղ դնեին դրա մեջ, որպեսզի այդ աշտանակը միշտ վառ լիներ, որ Սուրբ Հոգու խորհրդապատկերն է։ Ես հավատում եմ այս նկարը կամ այս մարգարեությունը, սա նոր կտակարանյան եկեղեցու մարգարեությունն է, կամ պատկերն է։ Յուղը մշտապես հոսում է եւ հոսում է ոչ թե մարդու ձեռքով, հոսում է Աստծո նախաձեռնությամբ։ Աստված է մշտապես դնում այնտեղ յուղ։ Կարող ասեք այդ յուղը որտեղից։ Այդ յուղ հոսեցնողը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հիշում եք, Հիսուսը Գեթսեմանի պարտեզում, Գեթսեմանի հենց նշանակում է ձիթենիների այգի։ Հիսուսը այնտեղ մարդկության ծանրությունը բեռը վերցրեց իր վրա։ Հիսուսը խաչվեց, Հիսուսը ճզմվեց, Հիսուսից յուղը դուրս եկավ, որ այսօր եկեղեցու ամանը միշտ լիքը լինի, եւ այդ յուղը Սուրբ Հոգին է։ Հիսուսը ասեց. ես կգնամ եւ մխիթարիչ կուղարկեմ ձեզ։ Եվ այսօր մեզանից յուրաքանչյուրը այդ խողովակով միացրած այդ Սուրբ Հոգու ամանին։ Եվ այդ ամանի միջի յուղը հենց հոսում է Գողգոթայից։ Եվ շատ կարևոր է, սիրելի Աստծո զավակ, որ մեր միացումը խափանված չլինի։ Գիտեք, ինչքան ժամանակ ա եղել իմ կյանքի մեջ, որ ես չորություն եմ զգացել։ Եվ հավատում եմ, ձեզանից յուրաքանչյուրը զգացել է այդ չորությունը։ Ինչքան ժամանակ ա եղել, որ հասկացել ես, որ քո կապը Աստծո հետ, թեկուզ դու տան մեջ ես, թեկուզ այստեղ նստած ես, ձեռքերդ բարձրացնում ես, երգում ես, փառաբանում ես, բայց խողովակը խցանված է։ Ինչ որ բան արգելում է, որ այնտեղ յուղ գա։ Այդ խողովակի միջոցով քո ամանի մեջ, յուղամանի մեջ յուղ գա։ Հասկանում ես, որ քո զորությունը սպառված է։ Դու չես վառվում, դու գոյատևում ես, չգիտեմ, միգուցե հանգած ես, միգուցե ուրիշների լույսն է քեզ օգնում, որ դու մի փոքր առաջ գնաս, կամ քայլես, կամ դեռևս լինես աստվածապաշտ։ Բայց մեզանից յուրաքանչյուրի բաժինը սա է, սիրելի ժողովուրդ, որ մենք այդ յուղամանին կցված լինենք, որ մենք մշտապես նոր թարմ յուղ ստանանք մեր կյանքերի մեջ։ Ինչքան մարդ կա այստեղ նստած։ Լավ, 450 հոգի գցենք, 500 հոգի, լավ։ Դուք պատկերացնում եք, եթե ձեզանից յուրաքանչյուրը, մեզանից յուրաքանչյուրը այս յուղի ամանին, որի մեջ միշտ լիքը յուղ կա, Քրիստոսի գործը անսպառ է եւ անվերջ է, այնտեղ յուղը երբեք չի պակասելու։ Եթե մեզանից յուրաքանչյուրը այս յուղը ընդունենք եւ վառվող գնանք մեր տուն, մեր ընտանիքները, մեր աշխատանքի վայրը, մեր եկեղեցին, մեր ընկերները, մեր ընկերները, մեր ընտանիքը, 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 մեր ընտանիքը,
վարվելով գնանք այնտեղ, որտեղ սովորում ենք, այնտեղ, որտեղ ժամանակ ենք անցկացնում, ինչքան ազդեցություն կարող է ունենալ եկեղեցին։ Ես ձեզ ասեմ, արթնություն կլինի։ Եվ որն է մեր բաժինը, կցված լինել այդ յուղի ամանին կամ այդ բաժակին։ Մեր պտղաբերությունը ամբողջությամբ կապված է եկեղեցու մեջ լինելուց, սա հիշեք։ Առանց եկեղեցու դու չես կարող լինել պտղաբեր։ Հաջորդ բանը, որ ուզում եմ ուշադրություն միասին դարձնենք, մի փոքր առաջացնենք, որտեղ շատ կարևոր բան կա, որ Մարգարեն ասում է, որ հրեշտակը Մարգարեն ասում է, սա է։ Սա է Տիրոջ խոսքը։ Ուժով չի եւ զորությամբ չի, այլ իմ հոգով է, ասում է զորած Տերը։ Սա է Տիրոջ խոսքը, սիրելի, երևի այս խոսքը դու շատ անգամ եք լսել։ Ուժով չի եւ զորությամբ չի, կամ զորությամբ չի եւ ուժով չի, այլ իմ հոգով է, ասում է զորած Տերը։ Ինչին է այս խոսքը վերաբերվում։ Նախ այս խոսքը ուղղված էր Զորաբաբելին, ընդ ասում է ով Զորաբաբել, եւ այս խոսքը Աստված այս խոսքի միջոցով Զորաբաբելին ասում է, որ քո ջանքը, քո առաջնորդ լինելը, այդ դեպ ասեմ Զորաբաբելը այս ժամանակ կառավարիչն էր Հրեաստանում, թագավորից ուղարկված, հեթանոս թագավորից։ Զորաբաբելը Դավիթի արմատից էր։ Եթե չլիներ գերությունը, Զորաբաբելը միգուցե նաև լիներ այդ ժամանակվա թագավորը։ Բայց ինքը այդ ժամանակ կառավարիչ էր։ Կարելի ասել առաջին մարդն էր։ Թագավորական արյունն էր հոսում իր մեջ։ Եվ Աստված իրան ասում է, քո ուժով չի, ոչ էլ քո զորությունով է, ոչ էլ զորքով է, ոչ էլ զենքով է։ Եթե այս տաճարը վերակառուցվի, դա իմ նախաձեռնությամբ է լինելու, եւ դա իմ հոգով է լինելու։ Սիրելի եկեղեցի, այս տաճարը, այս եկեղեցին վերակառուցվելու է միայն Աստծո նախաձեռնությամբ։ Քո անձնական տաճարը վերակառուցվել է միայն Աստծո նախաձեռնությամբ եւ քո համաձայնությամբ, դա շատ կարեւոր է։ Դու քո խողովակը պահի մաքուր, որ երբեք չխցանվի։ Դու քո սիրտը Աստծո առաջ բաց պահի։ Եվ գիտեք, Աստված կամաց իր գործը կանի։ Մենք դեռևս դրան կդառնանք։ Կատ Աստծո յուղը կգա քո կյանքի մեջ։ Աստված կկառուցի քո ներսի տաճարը, Աստված կկառուցի այս մեծ եկեղեցին, Աստված կկառուցի իր եկեղեցին մեր երկրի մեջ, ընդհանրապես ամբողջ երկրի վրա Քրիստոսի եկեղեցին կկառուցվի։ Եվ մեր բաժինը, մեր խողովակները մաքուր պահելն է։ Ես ձմեռը խնդիր ունեցա ավտոմեքենայի հետ, կարծես ամեն բան նորմալ է, փեչերը միացնում ես եւ այն որ պետք է տաք փչի, սառն է փչում։ Ջերմությունը կա, մոտորը աշխատում է։ Գոնե միջին 80 աշան այնտեղ ջերմություն կա։ Տաք ջուրը կա, բոլոր ամեն ինչ որ կա սաղ տեղում է։ Գիտեք խնդիրը որն էր, տանջվեցի մի քանի շաբաթ, տես մրսելով ձմեռը ավտոմեքենայի մեջ ոնց պիտի նստես։ Տարափեչ սարքողների մոտ լվացում արեց, պարզվում էր խողովակը խցանված էր։ Ամեն ինչ կա, բայց դու մրսում ես, ամեն ինչ կա, բայց դու տանջվում ես։ Յուղը կա, եկեղեցին կա, պատգամները կա, փառաբանությունը կա, տո երիտասարդականը կա, մանկականը, ամեն ծառայություն իր տեղն է։ Տո հովներն են ոչինչ։ Չեմ ասում կատարյալ են, բայց փառք Աստծո հովների համար։ Բայց դու տանջվում ես, դու մրսում ես, դու սառն ես։ Խնդիրը որն է, խողովակը խցանված է։ Մեր համար մեկ ուշադրությունը պետք է սրա վրա լինի։ Տեր, խնդրենք, ինչու է իմ կյանքը սառը։ Ինչու ես հոգևորապես չեմ վառվում։ Ինչու իմ խոսքը ազդեցիկ չի։ Ինչու իմ ծառայությունը պտղաբեր չի։ Որտեվ երբ որ անկեղծ հարցեր ես տալի եւ չես թաքցնում քո եղած վիճակը, Աստված կպատասխանի։ Աստված ցույց կտա, միգուցե մեղք կա, միգուցե անտարբերություն կա, միգուցե ուրիշ խնդիրներ կան։ Ամեն մեկի կյանքում տարբեր է լինում։ Եթե խցանվածը նշանակում է կա խնդիր, միգուցե ինչ-որ մեկը եկել է ծռել է, պետքա դզվի դա, պետքա փոխվի դա, չգիտեմ, բայց խնդիրը կա։ Եվ դու պարտավոր ես այդ խնդիրը ընդունես, որ քո կյանքը վերափոխվի։ Ուժով չի եւ զորությամբ չի,
Աստվածա կառուցում մեր կյանքը։ Յուղը մեր ջանքով չի գալիս, սիրելի ժողովուրդ։ Յուղը Աստծուց մշտապես հոսում է։ Եթե Աստված կառուցում է, ինչպես Սաղմոսների մեջ, եթե Տերը չշինե տունը, զուր են նրա կառուցողները։ Միթե Աստծուն ձեռքեր պետք չեն։ Իհարկե պետք են։ Միթե Աստծուն շինարարներ պետք չեն։ Իհարկե պետք են։ Միթե Աստծուն շինանյութ պետք չի։ Իհարկե պետք է։ Բայց կառուցողը միևնույնն է Տերն է։ Այդ ամեն բանը պետք են։ Քո սիրտն էլ է պետք, քո համաձայնությունն էլ է պետք, քո նվիրվածությունն էլ է պետք, քո համաձայնություն, ինչ ասեմ, ինչ որ դու ունես, քո այն տաղանդները, շնորհները, որ քո կյանքի համար մեջ կան, պետք են Աստծուն։ Բայց միևնույնն է կառուցողը ինքն է։ Միևնույնն է անողը ինքն է, որովհետև եթե ինքը չնախաձեռնի, ինչքան ուզում ես լավ երգի, չի ստացվելու։ Ինչքան ուզում ես լավ ծառայի, չի ստացվելու։ Եթե նրա մոտից յուղը չգա, քո տաղանդաշատ լինելը Աստծո արքայության մեջ մի հատ գրոշ արժե։ Ուզում ես դու ծնված օրվանից ճարտասան եղի։ Ես օրինակի չեմ համարել, ես միշտ ծանր խոսացող եմ եղել։ Մարդը իր լեզուն վարժա, շատ լավ կարող է խոսալ, բայց ես ասեմ, աստվածապաշտության մեջ Աստված վարժ լեզվի կարիք չունի։ Աստված սրբության կարիք ունի, նվիրվածության կարիք ունի, նրան հանձնվելու կարիք ունի։ Դե շատ մարդիկ կան, երևի կարդացել են, մի քիչ առաջ Պետրոսը մեջ բերեց Սմիթ Վիգսվորթի գիրքը, որ հելնում էր բեմի վրա քարոզելու, այնքան վատ էր քարոզում, որ մեկ լացելով իջնում էր, ասում էր իմ մոտ չի ստացում քարոզել։ Բայց ձեռքը դնում էր մեռելների վրա, մեռելները հարություն էին առնում։ Ես էլ կուզենայի այդքան վատ քարոզեմ, անկեղծ ասեմ։ Շատ կուզենայի այդպես լացելով իջնեի, ասեի չեմ կարող, բայց ձեռս դնեի հիվանդի վրա եւ հիվանդը բժշկվեր։ Կապը կար Աստծո հետ։ Եվ այն ամենահասարակ բանը, որ մարդը կասեր, արդեն դրա մեջ օծություն կար, ներգործություն կար, փոփոխություն կար։ Այն մնացած բաները լուծվող են, կարելի է սովորել, կարելի է ավելացնել, կարող է տաղանները շատացնել, մի փոքր ջանք թափել, խնդրել եւ գրված ով որ խնդրի, կտրվի նրան։ Բայց միևնույնն է կառուցողը Տերն է։ Հաջորդ միտքը, որի վրա ուզում եմ կանգնել, սա է։ Դու ով ես, ով մեծ սար։ Սա երբ որ արդեն դիմում է Զորաբաբելին, նաև խոսքը արդեն ուղղում է թշնամիներին։ Օրինակ, եթե ես պատգամս ես լայն չպատրաստեի, մեծ սիրով միայն ես վերնագիրը կվերցնեի եւ մի մեծ պատգամ սրա մասին կտայի։ Դու ով ես, ով մեծ սար։ Այս բերեք կարդանք էլի այդ հատվածը։ Դու Զորաբաբելի արչև մի դաշտ ես, նա դուս պիտի հանե գլխի քարը աղաղակներով, շնորհք նրան։ Յուրաքանչյուր բառը մեծ նշանակություն ունի։ Դու ով ես, ով մեծ սար։ Ինչ սար կար Զորաբաբելի արչև։ Առաջի սարերից մեկը սա է, երբ որ Զորաբաբելը սկսեց ժողովրդի հետ տաճարը վերակառուցել, արտաքին թշնամի դուրս եկավ։ Մի քիչ առաջ արդեն սկզբից ասեցի այդ պատմությունը։ Եվ տաճարաշինությունը կանգնեց։ Եվ այնքան ծանր էր այդ թշնամին, այդքան ուժեղ, որ մարդկանց սիրտը իրանց մեջ հալվեց։ Երկրորդ թշնամին, որ առաջ եկավ, սա էր ժողովրդի սիրտը։ Ասում են նրանց մեջ մարդիկ կային, երևի երկարակյաց մարդիկ էին, որ տեսել էին առաջվա Սողոմոնի տաճարը։ Եվ գիտեք ինչ էին ասում։ Ասում են նրանք ասում էին, որ սա չի կարող այդքան փառավոր լինել։ Նրանք թուլացնում էին աշխատանքը։ Բայց սիրելի Աստծո մարդ, ինչքան էլ դժվարությունները, սարերը մեծ լինեն քո առջև, հավատա, եթե Աստված քո հետ է, դու կարող ես անցնել դրանց վրայով։ Եվ ստե հրաման է ասում, ինձ դուր է գալի, ես օրինակ այս հարցը այնքան դուրս գալիս է, կուզենայի ես միշտ իմ մեջ այս բանը լիներ, որ հենց որ դժվարության հանդիպեի, ասեի, դու ով ես, որովհետև ստե այդ տոնով է գրված, ստե նենց հանգիստ չի գրված, այդ հիվանդություն է գալի քո կյանքի մեջ, ասես դու ով ես, Աստված ինձ հետ է, ես կանցնեմ այս դժվարությունից, ֆինանսական խնդիր է գալի քո կյանքի մեջ, կանգնես եւ հռչակես, ասես դու ով ես, դու իրավունք չունես իմ կյանքի մեջ, անպատղաբերություն կա ծառայության մեջ, արդեն դու ինքդ քեզ ասես, ես չգիտեմ ինչ խնդիր կա քո կյանքի մեջ, ինչ դժվարություններ կան,
բայց դու կարող ես համարձակ ասել. Եթե Աստված ինձ հետ է, ես այս դժվարության վրայով կանցնեմ։ Եթե Աստված ինձ հետ է, ես այս մահվան զորով պետք է անցնեմ։ Կապ չունի մահվան զորի խորությունը, կապ չունի թշնամու մեծությունը, կապ չունի սարի բարձրությունը։ Եթե Աստված քեզ հետ է եւ ինչ-որ բան է քեզ խոս տվել, սիրելի Աստծո զավակ, դու անցնելու ես այդ ճանապարհը։ Ուղղակի պետք է այդ խոսքը ամուր բռնես եւ դավանես։ Մենք հաճախ դավանության դեմ ենք խոսում։ Ասում ենք դավանությունը այդքան զորություն չունի, բայց ես ասեմ, եթե Աստված խոսացել է եւ ինչ-որ բան քեզ ասել է, դու դավանի։ Եթե ինչ-որ բան կա Սուրբ գրքի մեջ գրված, որ քեզ է վերաբերվում, օրինակ ասես, ես Քրիստոսի մեջ բժշկված եմ, նրա վերքերով ես բժշկված եմ, տո օրը 1000 անգամ դավանի։ Դա ճշմարիտ դավանություն է։ Եթե մարգարեական խոսք է քո կյանքի մեջ, վեցրա այդ խոսքը եւ դավանի այդ խոսքը։ Այնքան ասա, որ միջև դու էլ դրան հավատաս։ Այնքան ասա, միջև դու լցվես, պարուրվես այդ խոսքով, որ դու մեկ դառնաս այդ խոսքի հետ եւ այդ խոսքը աշխատի քո կյանքի մեջ։ Այո, մենք անտեսում ենք որոշ բաներ Սուրբ գրքի մեջ։ Բայց դավանությունը զենքերից մեկն է, որ Աստված մեզ տվել է։ Մենք ինչ ժամանակներով մեկ-մեկ դավանում ենք, ես հիշում եմ, Արտավազ եղբայրը կանգնում է բեմի վրա եւ ասում էր. «Այս խոսքը ասեք, հռչակեք, ձեզ համար, ձեր կյանքի համար, ձեր ընտանիքի համար»։ Այո, ոմանց համար մեծ սար կա ընտանիքի մեջ։ Չապաշխարած մարդիկ կան։ Բարեկամների մեջ։ Մենք էլ ունենք բարեկամներ, որոնք չեն ապաշխարել։ Եվ կարիք ունենք, որ Աստված այդ սարը դաշտ դարձնի, որ մենք կարողանանք այդ ճանապարհով էլ անցնենք, որ մենք կարողանանք դրա մեջ էլ հաջողվենք։ Ստե որ խոսանք, շատ կխոսանք։ Այս խոսքի շարունակությունը մի հետաքրքիր բան ասում, որ ուզում եմ մի փոքր դրա մեջ էլ խորանանք։ Ասում է, եւ նա դուրս պետք է հանի գլխի քարը աղաղակներով, շնորհք, շնորհք նրան։ Խոսում է Զորաբաբելի մասին։ Մի քանի նկար եմ խնդրել, որ Անուշը գցի նորից։ Երրորդ գլխի մեջ Զաքարիայի խոսում է, որ Քրիստոսը անկյունակարն է։ Եվ այդ քարը 7 աշկեր ունի, որ ամբողջ երկիրը զննում են եւ տեսնում են։ Եվ ստեղ էլ կա այդ միտքը։ Բայց այս խոսքի մեջ մի ուրիշ քարի մասին է խոսում։ Խոսում է գլխի քարի մասին։ Որոշ թարգմանության մեջ նորից գրած անկյունակար, բայց ես ուսումնասիրեցի, տեսա, այստեղ խոսում է գլխի քարի մասին, որ կարող են նորից ասել անկյունակար։ Ես մաքուր գրական հայերենով կտա այս բառը, կոչվում է փականակար։ Ռուսերեն զամոկ, որ այդ ամբողջ քարի վրա է ամեն բան հենվում։ Եթե այդ քարը հանես, ամեն բան կփլուզվի։ Եվ ստե հայտնություն ստացա։ Եվ նկարը տեսնում եք, այն գույնավոր քարը կա, այն բան, գազարագույն։ Որ փորձենք այդ քարը հանենք, ի՞նչ տեղի կունենա։ Բոլորս հասկանում ենք, բոլոր քարերը կքանդվեն։ Գիտեք, այդ քարը Քրիստոսն է։ Քրիստոսը թե մեր հիմքի անկյունակարն է, երանի քեզ, եթե Քրիստոսը քո հիմքի անկյունակարն է։ Ուրեմն քո շենքը ուղիղ է կառուցվում։ Ուրեմն քո շենքը ճիշտ լար է գցած, որովհետև Քրիստոսը չի կարող ծուռ լինել։ Ուրեմն դու ամեն բան ճիշտ ես անում։ Բայց գիտեք, դա բավարար չի։ Պետք է շենքը վերակառուցվելուց հետո վերջի քարը նաև դրվի։ Ես մի քանի հատ նկար եմ խնդրել, մյուս նկարներից գցի, որ ավելի լավ պատկերացնենք։ Մենք շատ լավ ծանոթ ենք մեր հայկական ճարտարապետությանը եւ գիտենք, որ ամենավերևի քարն, որ փական է, այդ ամբողջ ծանրությունը ինքն է պահում։ Եթե այդ վերևի քարը հանես, ամեն բան կփլուզվի։ Գիտեք, երբ որ պատրաստում ես էի մտածում, եթե Քրիստոսին հանենք մեր կյանքից, ինչ կլինի մեզ հետ։ Ես ասացի, մի հատ քարի կույտ կլինենք։ Այդ անշնորհ բան մեզանից դուրս կգա։ Ես տեսել եմ մարդիկ, երևի դուք էլ եք տեսել, որ եկել են հավատքի, բայց Քրիստոսին թողել են, եւ նայում ես իրանց կյանքին հիմա մի հատ քարի կույտ է։ Ընտանիքը հաջողված չի, աշխատանքը հաջողված չի, իրանց մասին վատ կարծիքի են մարդիկ։ Ես չեմ ասում բոլորը հենց այնպես, բայց գոնե Աստված բացասական վերաբերմունք ունի։ Գոնե դրան է տանում։ Միգուցե արտաքինից գեղեցկացնեն, չգիտեմ, շատ տարբեր բաներով, բայց հաստատ իրանց հոգևոր կյանքը փլուզված է։ Եվ այն հոգևոր փլուզումը տանելու է նրան, որ արտաքինն էլ է փլուզվելու։ Որտեղ միշտ արտաքինը գալիս է ներսից։
Որտեվ եթե քո մեջ մի բան է կատարվում բացասական, դա մի օր Երևանա դուրս գալու։ Դա մի օր արտահայտվելու է։ Երանի մեզ սիրելի ժողովուրդ։ Մեր անկյունակարը հիմքի մեջ Քրիստոսն է։ Բայց նաև Երանի մեզ, որ այն օրը, երբ որ մեր տաճարաշինությունը ավարտվի, այն վերջի քարն էլ տեղը դրվի, եւ մենք Պողոսի նման ասենք, պատրաստ եմ նրա հետ հանդիպելու։ Պատերազմս պատերազմեցի, հավատքս պահեցի եւ հիմա դա այդ վերջի քարն է։ Եվ Քրիստոսն է մեր կյանքի եւ սկիզբը եւ մեր կյանքի վաղճանը, սիրելի ժողովուրդ։ Ամեն բան նրա հետ է կապված մեր կյանքի մեջ։ Գոնե լավ է, որ այդպես լինի։ Միտեղ ասում է, որ դե վերջում ասում է, երբ որ Զորոբաբելը այս գործը նախաձեռնի, ինքը պետք է վերջի քարը դնի։ Եվ հետո ասում են շնորհք, շնորհք, շնորհք նրան։ Այս նույն միտքը կա գրված նաև Հովանու ավետարանի առաջի գլխի մեջ, որ առաջի 16։ Նրա լեցունությունից մենք ամենքը շնորհք առանք, մի թարգմանության մեջ ասում է շնորհքի տեղ, բայց երևի ճիշտ կլինի շնորհքի վրա։ Այսինքն շնորհք շնորհքի վրա, եւ նորից շնորհքի վրա, եւ նորից շնորհքի վրա։ Երբ որ մենք Քրիստոսի հետ ենք քայլում, ամեն օր նոր շնորհք է գալի նրանից։ Շնորհք գիտեք, չէ՞ ինչա։ Մի բան, որ քեզանից ընդհանրապես կախված չի։ Դու որևէ ջանք չես արել դրա համար։ Կառուցողը ինքն է, ավելացնողը ինքն է, յուղ տվողը ինքն է։ Քեզ բավարարողը ինքն է, քո ճանապարհից ամեն դժվարություններ, խոչընդոտներ վերցնողը ինքն է, քեզ մնում է ուղղակի մի քիչ ոտքերը չարժես։ Քեզ մնում է ուղղակի սիրտդ նրա առջև ուղիղ պահես։ Մնացած ինքը ամեն բան անում է։ Ինքը եւ հիմքն է դնում քո կյանքի, ինքը եւ վերջացնում է քո կյանքի գործը, եւ այդ շինարարության ընթացքի մեջ էլ ամեն բան ճիշտ տեղը հասցնում։ Ամեն բան դրանից է, սիրելի ժողովուրդ։ Մեզ ուղղակի պետք է նրան շատ մոտիկ լինել։ Եվ վերջին միտքը, որի վրա մի քանի րոպե կանգ առնեմ, սրանք շատ լայն մտքեր են։ Վերջի հարցը, որ այստեղ հնչում է, որ նորից մի հատ մեծ պատգամի թեմա է, ով է, որ անարգում է փոքր բաների օրը։ Սա այն օրն է, որ Զորոբաբելը սկսեց այդ շինարարությունը եւ ոմանք անարգում են այդ օրը։ Ես արդեն ասեցի այդ միտքը, Հանգե 2:3-ի մեջ գրված է, որ ոմանք ասեցին այն հին մարկանցից, սա մեր աչքի առջև ոչնչի պես է, ոչինչ։ Սիրելի ժողովուրդ, բոլոր մեծ բաները սկսվում են փոքր բաներից։ Իմ մոտ ես մի հատ բան եմ արել։ Փոքր գումարած հավատարմություն գումարած ժամանակ դառնում է մեծ բան։ Եթե ուզում ես մեծ բաներ ունենաս կամ տեսնես քո կյանքի մեջ, պետք է սկսես փոքրից։ Մեր դարը այնպեսին է, որ հաճախ մարդիկ ուզում են միանգամից դառնան արհեստավոր, գնան մի ամիս աշխատեն, մի ամիս մեջ արհեստավոր դառնան, միանգամից շատ փող ունենան, դրա համար բանկեր կան, գնում ես միանգամից փողը վերցնում ես, ծախսում ես, հետո հայտնվում ես կոկրած տաշտակի առջև, որտեղ ուզում ես ունենալ, բայց չկա։ Միանգամից շատ մեծ բաների հասնել, միանգամից մեծ եկեղեցի ունենալ, միանգամից ամեն բան միանգամից անել։ Բայց գիտեք, թե իրականությունը այդպեսին չի։ Իրականությունը նա է, որ մենք փոքր բաների կարիք ունենք մեր կյանքի մեջ։ Մի քանի համար գոնե ասեմ փոքր բաների մասին։ Հիշում եք, Հիսուսը միտեղ ասեց, փոքրի մեջ հավատարիմ եղողը երկու առակի մեջ էս միտքը ասեց, շատի վրա կդրվի։ Շատի մեջ մտնելու դուռը փոքր բանն է։ Այսինքն չկա միանգամից դուռ, որ քեզ տանում է մեծ բանի մեջ, մեծ ծառայության մեջ, չգիտեմ, ինչ ասեմ, մեծ ընթացքի մեջ, շատ մեծ գումարի մեջ, եթե աշխատանքի առումով նայենք։ Շատի դուռը փոքրն է։ Այսինքն, երբ որ դու փոքր դրան առջև ես կանգնած եւ այդ դուռը բացում ես եւ հավատարմորեն գնում ես առաջ, քո առաջ լայն դուռն է բացվում։ Ոնց եք մտածում, երկինքը մեզ համար լայն տեղ է, թե սահմանափակ, նեղ դուռ։ Դուռը նեղ է։ Բայց այն ինչ որ Աստված մեզ համար պատրաստել է անվերջ է եւ հավիտենական։ Բայց դուռը նեղ է։ Այդ նեղությունը հավատարմության մեջ է, համբերության մեջ է, նվիրվածության մեջ է։ Մի ուրիշ տեղ կա Մատթեոս ավետարանի 25:40-ի մեջ, որ ասում է, այս փոքրերից մեկին արեցիք, ում արեցիք, Հիսուս ասեց, ինձ արեցիք։
Այս համար գիտեք ինչով է զարմանալի, ով է ուզում Հիսուսին հպվել։ Մտածում եմ բոլորը ստեղ, եթե ասեմ ձեր բարձրեք, բոլորը կասեն ես։ Եթե ուզում ես Հիսուսին հպվել, պետք է Հիսուսին հպվելու ճանապարհը փոքրի միջոցով է։ Դե փոքրին արա եւ դու Հիսուսի մոտիկ կլինես։ Նրա հետ հաղորդ կլինես։ Նորից դուրը Հիսուսի մոտ փոքրն է։ Փոքրին ծառայություն անելու միջոցով է։ Փոքր բաներ անելու միջոցով է։ Հիշում եք, որ Փեվարի կինը, որ երկու լումա ուներ, որ Աստծո աչքին շատ մեծ երևաց դա։ Այդ երկու փոքր լուման Աստծո աչքին շատ մեծ բան երևաց։ Ավելի շատ, քան թե մարդկան շատ ունեցվածքը, որովհետև նա իր փոքրի մեջ հավատարիմ էր։ Ես չգիտեմ Աստված քեզ որտեղ է դրել, ես արդեն վերջացնում եմ պատգամը։ Սիրելի Աստծո զավակ, բայց աշխատի քո փոքրի մեջ լինես հավատարիմ։ Մի նայի ուշների մեծերին։ Դու կարող ես նայել, ես մի անգամ մի պատգամ էի նայում, մի մարդ գնացել էր Ամերիկա եւ հիմա ծառայություն անում, եւ ասաց առաջի տարի եկեղեցի սկսեցի եւ 2000 հոգի մարդ եկավ։ Մտածում եմ, այդ մենք չենք ծառայում։ Այդ մենք քանի տարի պետք է ծառայենք, որ 2000 հոգի մարդ կա։ Եվ մի փոքր բան ես վերապրում, թերաժեկություն ես վերապրում, միթե կարող Աստված մեր հետ չի գործում։ Հնարավոր է այդպիսի բաներ, ես չգիտեմ դա ինչա տեղի ունեցել, մի հատ արտաքին ուղակի մի բան եմ նայել։ Բայց եթե ուզում ես մեծ բանի հասնես, պետք է փոքրի մեջ լինես հավատարիմ։ 50 տարի առաջ, երբ որ Արտավազ եղբայրը եկավ Հրազդան ծառայության առաջի անգամ, չեմ մտածում, որ մի անգամից 1000 հոգի դահլիճում նստած էին։ Փոքր ծառայություն էր, ամեն շաբաթ, շաբաթը 2 անգամ, տարիներ շարունակ, հավատարմություն, գումարած ժամանակ, գումարած փոքր, եւ տարիներ հետո ծառայությունը սկսում է օրնվել։ Եվ Աստված սկսում է աճեցնել, տաճարներ գիտեք, մի օրվա մեջ չկառուցվեց, Զորաբաբելը սկսեց 16-17 տարի հետո նորից պետք էր քաջալերել մարգարեների միջոցով, որ վերակառուցեին։ Եվ վերակառուցեցին, եւ տեղ հասան, եւ անկյունակարը կամ ինչ քարեր, փականակարը վերջում դրեցին եւ բացումն էլ արեցին։ Մենք որ արժե որ մենք փոքրի մեջ լինենք հավատարիմ։ Հենց ծառայությունը որ դու ունես, միգուցե մանուկների հետ ես աշխատում, կարգապահության մեջ ես, մի անտեսի փոքր բանը, որտեղ օրհնությունը հենց դրա մեջ է։ Ես հիշում եմ, որ սա էլ ասեմ ու միասին աղոթենք, տարիներ առաջ որ գնում ենք Հրազդան ծառայության, մի պահ հասա, որ քիչ են ժողովուրդը գալի, գնում էի տնային խմբակ, 1 հոգի, 2 հոգի, 1 հոգի, 2 հոգի, 3 հոգի։ Մի օր շատ էին, հետո կտրուկ չանում էին։ Եվ ասում ես, լավ, մի տարի, 2 տարի գնում եմ։ Երկրորդ տարին էր արդեն, եթե չեմ սխալվում։ 3 հոգու, 2 հոգու, մի հոգու համար արժե գնաս։ Եվ մի անգամ մեջս որոշեցի, ասի պիտի մի հատ աղոթք անեմ եւ խնդրեմ Տիրոջից։ Ասեմ, թողեմ ուրիշ տեղ գնամ, հիմա ժամանակ գնում է, մի ուրիշ դուր բացվի։ Փորձենք մի քանի դուր փորձենք, որը կբացվի, որտեղ առաջխաղացում կլինի, տեղով էլ կգնանք։ Եվ այս խոսքը հիշում եմ, որ Տիրոջից լսեցի, փոքրի մեջ հավատարիմ եղի։ Չթողես։ Եվ կամաց, տարի մի քանի հոգի ավելացան, շատ չավելացան։ Ես չեմ ասում իմ այնքան մեծ ենք, որ արդեն վերջի քարը պետք է դրվի։ Սկիզբն է դեռևս։ Բայց գոնե գործը երևում է։ Գոնե պատերը սկսել են կառուցվել։ Ես շենքի արտաքին մեր եկեղեցի նոր շենքի մասին չեմ խոսում։ Ընդ ավարտել են կարելի ասել։ Ես խոսում եմ Աստծո եկեղեցու կառուցման մասին։ Եվ ուզում եմ տեսնել օրինակ 5 տարի հետո, 10 տարի հետո, եւ տեսնում եմ որոշ բաներ։ Լիքը նոր մարդիկ են լինելու, լիքը մարդիկ, որոնց մենք չենք ճանաչում, իրանք էլ մեզ չեն ճանաչում, բայց նրանք Աստծո բաժինն են։ Եվ ստեղել են լինելու, եւ Աստված իր եկեղեցին կառուցելու է։ Եվ գիտեք, փոքրն է կարևոր։ Դու չգիտես վաղը քո ծառայությունը ինչ ուղղությունով կգնա, բայց քո փոքրի մեջ դու եղի հավատարիմ։ Որպես վերջաբան, այն կարևոր մտքերը, ասենց արագ ասեմ ու միասին աղոթենք։ Մեր առաջընթացը եւ պտղաբերությունը ուղիղ կապված է եկեղեցուց եւ մեր Աստծո հետ ունեցած կապից։ Եթե մեր կապը թույլ է, եթե այդ խողովակը վնասված է, մենք չենք կարող լինել պտղաբեր։ Եթե մենք եկեղեցու մեջ չենք կամ շատ քիչ ենք եկեղեցու մեջ լինում,
մենք չենք կարող բավարար յուղ ստանալ, որ Տիրոջը ծառայենք։ Մյուս կարևոր միտքը սա է, որ երբեք չհանձնվես քո կյանքի մեջ։ 4 գլխի կարևորագույն պատգամներն եմ թվարկում։ Կարող է քո կյանքի մեջ այսօր շատ սարեր կան, գլուխ բարձրացած, տարբեր դեմքերով, տարբեր տեսքերով, բայց չհանձնվես։ Աստծո խոսքը վերցրա եւ ճեղքի եւ գնա առաջ։ Քեզ տրված այս զորությունը։ Զորաբաբելը այն գործը, որ արեց, մարդկային տեսանկյունից կարելի ասել դա անհնարին գործ էր, բայց ինքը արեց այդ գործը, որովհետև Աստված խոսացել էր։ Աստված քո կյանքի համար էլ է խոսացել։ Եվ մյուս կարևոր բանը, որ երբեք փոքր բանը քո կյանքի մեջ չանարգես։ Ինչ որ վերաբերում է Տիրոջը ծառայելուն։ Թեկուզ եւ այստեղ երկրի վրա կարող է դու չհասնես եպիսկոպոսության մակարդակի, բայց այնտեղ հավատա այդ փոքր բանը քո առջև մեծ դուռ է բացելու։ Մեծ օրհնություններ, մեծ ժառանգություն։ Հիշում եք մի համար էլ ասեմ, ասենց արագ, որ ասում է, եթե իմ անունով մի բաժակ սառը ջուր տաք, բնավ ձեր վարձքը պետք է չկորցնեք։ Այնտեղ ձեր վարձքը չեք կորցնի։ Մի բաժակ ջրի լաց ի՞նչ է։ Դուր էլի։ Փոքր բան է, բայց արա։ Այնտեղ Տերը քեզ դրա համար վարձատրելու է։ Բերեք միասին աղոթք անենք։ Որ պատգամը պատրաստում էի, այդ միտքը սկզբից ասեցի, ես զգացի, որ ես անձամբ կարիք ունեմ, որ իմ խողովակը լավ աշխատի։ Ես անկեղծ ասեմ, միշտ չէ, որ զգում եմ, որ ես որպես Աստծո լույս լավ եմ վառվում։ Հաճախ լինում է, որ պետք է միտեղ գնամ ծառայության կամ ինչ-որ մեկի հետ ավետարանի խոսամ, զգում եմ, որ այն վերջի ջանքս եմ դնում, այն կաթիլներն եմ քամում, որ ինչ-որ ազդեցություն ունենա մարդու վրա։ Եվ նաև այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ երբ որ լիքն ես լինում, գնում ես միտեղ դու այդ քո բերանը չես ղեկավարում, հոգին թափվում է, հոգին գնում է, դու խոսում ես, բայց մարդը լացում է։ Ես այդպիսի վիճակ եմ ուզում։ Ուզում եմ, որ նրա յուղը առատ լինի մեր կյանքի մեջ։ Ուզում եմ, որ ոչ միայն իմ կյանքի մեջ, գիտեք, եկեղեցու մեջ մի մարդու բան չես կարող անել։ Մենք բոլորս պետք է վառվենք։ Այս բոլորիս կրակը միասին մեծ շարժ կանի մեր քաղաքի մեջ։ Մենք կարող ենք մի քանի անգամ պաշտամունք անել Կիրակի օրը։ Բայց առաջի բանը, որի կարիք ունենք, դա մեր հարաբերությունը նրա հետ շտկելն է, նրա յուղով լցվելն է, նրա առջև խոնարհվելն է։ Շնորհակալ ենք երկնային Հայր։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Բոլորը մեծ օրհնությունների համար, քո ողորմած ձեռքի համար, Տեր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված։ Ես հավատում եմ, Տեր, որ մեր կյանքի հիմնակարը դու ես դրել։ Մենք չենք ընտրել քեզ, Տեր։ Քո նախաձեռնությունն է եղել, որ այսօր մենք քո տան մեջ ենք, Տեր։ Եվ հավատում եմ նաև, Տեր, որ դու վերջի քարը եւս պետք է դնես։ Եվ մեր հոգևոր շինարարությունը պետք է ավարտես, թե մեր անձնական, թե այս եկեղեցու ընթացքը, Տեր։ Թող քո հոգին բարձրանա մեր մեջ, Տեր։ Թող քո յուղը առատ գա մեր կյանքի մեջ, Տեր։ Ես աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, Տեր, ով հարաբերությունը քո հետ փչացրած է, Տեր։ Ում խողովակները վնասված են, Տեր, եւ խցանված։ Խնդրում եմ, Տեր, թող նորից քո յուղը գա ամեն մեկիս մեջ։ Թող նորից քո կրակը բոցավառվի մեր կյանքերի մեջ, Տեր, որ մեր ծառայությունը, որպեսզի մեր խոսքը ունենա այդ ազդեցությունը, Տեր, որ այս եկեղեցին լինի պտղաբեր իր ընթացքի մեջ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից ամեն բանի համար, Տեր, եւ թող քո անունը փառավորվի Հավիտյանս Հավիտենից։